Հայաստանի գլխավոր դիվանագետը զրուցում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահի հետ։ Արտգործնախարարության տարածած հաղորդագրության համաձայն պաշտոնյաների քննարկման թեման Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներն ու պատանդարված մյուս քաղաքացիներն են, մասնավորապես նրանց ազատ արձակումը։ Մինչև այդ Կարմիր խաչի մարդասիրական պատվիրակության Բաքուն լքելու պայմաններում, ինչը հիշեցնեմ ադրբեջանական իշխանությունների պարտադրանքներ, 23 հայերի հետ տեսակցություն կազմակերպելու խնդիրները։ Զրուցակիցները հույս են հայտնել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան գագաթնաժողովի համաձայնություններով հաստատված խաղաղությունը կնպաստի նաեւ հումանիտար հարցերի կարգավորմանը։ Այս հարցում ժամանակագրությունն ի դեպ հետաքրքրական է։ Ալիևի կառավարությունը երկրից Կարմիր խաչին վտարելու կնիքը նույն օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան գագաթնաժողովից հետո դրեց, ինչպես ձևակերպում են մեր արտաքին քաղաքական գերատեսչությունից, այդ համաձայնություններով հաստատված խաղաղությունից հետո, որը փաստորեն ոչ թե նպաստեց, այլ ընդհակառակը սրեց հումանիտար խնդիրները։ Հայ ռազմագերիները հայտնվեցին լիակատար մեկուսացման մեջ։ Հիմա ամսվա ընթացքում հարազատներին զանգելու միայն մեկ հնարավորություն ունեն, այն էլ խիստ վերահսկողության պայմաններում։ Քննիչը գծի մեջ է։ Իրականում շատ մտահոգիչ է իրավիճակը տեղեկատվության հասանելիության առումով։ Տեղեկությունները ստանում են կծկտուր ու միայն այն դեպքում, երբ որ ընտանիքների հետ են շփվում կամ ասենք դատավարության ժամանակ Ադրբեջանի լրատվային միջոցների կողմից ինչ-որ լուսաբանման որևէ անկախ միջազգային կազմակերպության կողմից այցելությունների բացակայությունը, այդ թվում նաև որոշ դեսպանների կարող էին այցելել կամ ասենք դիվանագիտական պաշտպանության շրջանակներում կարելի է նախաձեռնել որևէ այցելություն, այդ բացակայության պայմաններում շատ լուրջ կասկածներ կա եւ մտահոգություններ անձանց առողջության, իրավունքների ապահովման եւ վերաբերմունքի առումով։ Այն, որ Ալիևը հայ ռազմագերիների հարցը դարձրել է գործիք ընդդեմ Հայաստանի, հիմա արդեն զուտ փորձագիտական գնահատական չէ։ Ադրբեջանական մամուլն էլ այս մասին գրում է, այն էլ որ լրատվամիջոցը Ադրբեջանի նախագահի կաբինետի Բակինսկի Ռաբոչին հոդվածներից մեկում ուղիղ ձևակերպել են դատախազի մեղադրական եզրակացությունն ուղղված է Հայաստանի դեմ։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի վարչակարգին սպասարկող այն լրատվականների պնդումներին, որոնք շեշտադրումներ են առանց մեծ կատարում առայն, որ ապօրինաբար պահվող անձինք իհարկե այդպես չեն ասում։ Ռազմական հանցագործներ են եւ իրենք չեն պահվում որպես զինծառայողներ, այլ Ադրբեջանի հորիզոնտալ կոպտագույն խախտումներ ցույց անձինք եւ այլն։ Այդ խեղճակատությանը մեկ պատասխան կա։ Ադրբեջանը գործելով մարդկության դեմ ուղղված հանցագործություն, այս իրողությանը զուգահեռ Ադրբեջանը խոսում է ինչ-որ ռազմական հանցագործությունների մասին։ Միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն կոնֆլիկտի ավարտից հետո, հատկապես կոնֆլիկտի համատեքստում բոլոր ազատությունը ձգված անձինք պետք է վերադարձվեն։ Հենց դա է մեր պահանջը, սակայն ինչպես տեսնում ենք, դատավարությունները շարունակվում են։ Մինչև օրս ի դեպ տեղեկություն չկա Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունից։ Քննարկեցին գերիների հարցը Բաքվում։ Կառույցի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը հիշեցնեմ երրորդյա այցով Ադրբեջան էր մեկնել մասնակցելու անվտանգության միջազգային ֆորումին եւ լրատվամիջոցները գրեցին, թե ծառայության տնօրենը գուցե հնարավորություն ունենա հանդիպել պատանդարված հայերի հետ։ Հանդիպել է, դեռ չգիտենք։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։